Ողջույն բարեկամներ։ Ջեյդի Վենսի այցը Հայաստան եւ Ադրբեջան ունեցավ հետևանքներ։ Իմ համար անակնկալ շատ առումներով։ Սկսեցին ձայներ գալ այնտեղից, որտեղից ընդհանրապես չէի սպասում։ Դրանցից երկուսի մասին եմ այսօր ուզում անպայման խոսել եւ հաղորդումը ուզում սկսել հենց դրանով։ Եվ այսպես Սփյուռքի կարկառուն գործիչներ իրենց մտահոգությունն են արտահայտել եկեղեցու դեմ, կաթողիկոսի դեմ արշավի վերաբերյալ։ Մոտավորապես այն հնչում է այսպես. կաթողիկոսի հատկացական հեռացման սպառնալիքները ուղղակի սպառնալիք են աշխարհի բոլոր հայերի համար։ Հայտարարությունը փետրվարի 13-ին է։ Բայց հարձակումը սկսել է դեռ մայիս ամսից։ Ինչի հիմա։ Այդ ոնց եղավ, որ համընկավ Ջեյդի Վենսի այցելության ավարտին։ Ինչ էր սա նշանակում։ Սա սպասում են այս այցին, հույսեր են կապում այցի հետ։ Ես այս հարցերին այսօր պատասխան չունեմ, բայց կարծում եմ թայմինգը, ժամանակը, որ հենց այսօր է եղել այդ հայտարարությունը, պատահական չի։ Երևի ակնկալում են ինչ-որ մի բան պետքա լիներ, որը չեղավ, որի արդյունքում այս հայտարարությունը եղավ։ Ես չեմ կարող ասել։ Բայց այն, որ սպասեցին, որ Ջեյդի Վենսը գնա, հասկանան ինչ է կատարվում, ինչ է առաջարկվում, նոր այս հայտարարությունը անեն։ Ես կասկած չունեմ, որովհետև Նուբար Աֆեյանը, որը այս հայտարարության միացածներից է, 6-ից մեկը կարևոր, ինքը հնարավորություն ուներ դա ասելու Դավոսում, հնարավորություն ուներ դա հայտարարելու Դավոսի հանդիպումից հետո։ Դե հիշում եք, Դավոսի նկարներից երևում էր, թե ինչքան երջանիկ ու ուրախ է ինքը Նիկոլ Փաշինյանի հետ շփվելու առիթից։ Եվ դրանից հետո ոչ մի հայտարարություն, ոչ մի բան չհետևեց, եւ ահա Ջեյդի Վենսի մեկնումից հետո հայտարարությունը կատարվում ոչ միայն իր անունից, իդեպիկը շատ մեծ գործարար, շատ խոշոր գործարար է, այ իր հնարավորություններով եւ ազդեցությունով հայկական Սփյուռքում եւ աշխարհում։ Տեսնենք ովքեր են իր հետ նաեւ միացած այս հայտարարությանը։ Նախ ուզում կարդամ տեքստը։ Հայեր աշխարհի ամենահին ժողովուրդներից են, որոնք պատմականորեն բնակվել են մեր հարավային Կովկասում, մեր նախնիների հորին։ Մենք նաև աշխարհում քրիստոնեական հավատքի ամենահին դավանողներից ենք։ 301 թվականից, երբ Հայաստան դարձավ առաջի պետությունը, որի քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն։ Այդ ժամանակվանից վեր հայերի մեծամասնությունը այսօր գրեթե 97% հայ առաքելական եկեղեցու հետևորդներն են։ Դրանից հետո շարունակվում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերի հետ կապված արգելքների, հալածանքների, ցեղասպանության հետ։ Հետո սովետական միության մասին է խոսվում, սովետական միության փուլի այս կաթողիկոսի սպանությունից սկսած մինչև եկեղեցու նկատմամբ հալածանքները եւ այլն եւ այլն։ Եվ գանք վերջում ինչ է ասվում։ Վերջին շրջանում Հայաստանում տեղական քաղաքական սահմանը անհամաձայնությունը, ներառյալ աջող հակամարտությունը Հայաստանի կառավարության ղեկավարների եւ հայ-առաքելական եկեղեցու միջև հասել է գագաթնակետին։ Կառավարությունը պահանջում է հեռացնել եկեղեցու առաջնորդին, չնայած նրա օրինական ընտրության ազգային եկեղեցական ժողովի կանոնակարգին համապատասխան։ Մի քանի arczepiskopos-ներ բանտարկվել են քաղաքական հայտարարություններ անելու մեղադրանքով, իսկ հայտնի ռուսահայ բարերար եւ գործարար բանտարկվել է եկեղեցու դիրքորոշմանը հրապարակայնորեն աջակցելու համար։ Եկեղեցու ղեկավարության վրա հետևողական հարձակումներն առաջնորդի հարկադրման հեռացման սպառնալիքները ուղղակի սպառնալիքներ են հանդիսանում աշխարհի բոլոր հայերի համար, ովքեր ապավինում են եկեղեցուն հոգևոր սնուցման համար։ Կոչ ենք անում, որ եկեղեցական կառավարման հետ բոլոր հարցերը լուծվեն եկեղեցու կառավարման մարմինների միջոցով, ասել է թե յան տվեք եկեղեցուց, որոնք գործում են 18-րդ դարի հայ առաքելական եկեղեցու ուսմունքի եւ անդունդների համաձայն։ Եկեղեցին արդեն հրավիրել է եպիսկոպոսների ժողով, որը պետք է փետրվարի 17-ից 19-ը անցկացվի Վիեննայում, որի մասնակցության, այս արդեն իմ կողմից ավելացնեմ, որի մասնակցման համար արգելանքադրվել է Հայաստանում գտնվող եպիսկոպոսների մանավանդ կաթողիկոսին։ Քրեական գործընթացը եւ երկրից բացակայելու արգելանք կա։ Ցավոք կառավարությունը ստեղեկությունը իրավական ծանոթություններ է հանձնել մի քանի եպիսկոպոսների, մերժելով երկրից ազատ դուրս գալու եւ ժողովի մասնակցելու նրանց իրավունքը։ Ժողովին կհաջորդի ազգային եկեղեցական ժողովի հավաք քննարկելու ընթացիկ մարտահրավերները։ Մի խոսքով եկեղեցու ինքնակառավարումը շարունակական բարելավման եւ բարեփոխման համար կարևոր աշխատանք ունի։
Մի խոսքով կոչ են կանում Հայաստանի կառավարության հայոց եկեղեցուն լուծել բոլոր տարանձնությունները հայտնելով հարգելով ինքնակառավարման կանոնները։ Ես իհարկե ամբողջ տեքստը չեմ կարդա, մի խոսքով հիմնավորված է լիովին ինչու պետքա կառավարությունը հերու կանգնի եկեղեցուց, ուղղակի հերվում խաղա, հա, եւ ովքեր են սրանք այս նամակը ստորագրել։ Նամակը ստորագրել են հայոց ցեղասպանության զոհերի վերապրողների ժառանգներ եւ համաշխարհային հայոց եկեղեցու անդամներ, նրանց թվում են Նուբար Աֆեյանը, Անթոնի Բարսամյանը, Լորդ Արա Դարզին, Էրիկ Իսրայելյանը, Վաչե Մանուկյանը, մեծ գործարար Բրիտանիայից, Ջոզեֆ Ուղուրադյանը եւ Պերճ Սեջակյանը։ Պերճ Սեջակյանը հանդիսանում է հայ ընդհանուր բարեգործական միության նախագահ Լուի Սիմոն Մանուկյանից հետո։ Պետք է ասեմ, որ Պերճ Սեջակյանի բարեգործական հայ ընդհանուր բարեգործական միության խորհրդի անդամներից հանդիսանում նաեւ Ռուբեն Վարդանյանը, որը հիմա բանտում է Ադրբեջանում, եւ Նուբար Աֆեյանը։ Եվ տարօրինակ է, որ մինչև հիմա հայ ընդհանուր բարեգործական միությունը ոչ մի հայտարարություն չի տարածել իր խորհրդի անդամներից մեկի ձերբակալված լինելու առումով։ Ընդ որում նրա մասին դրել է նաև Նուբար Աֆեյանը։ Խնդրեմ նկարները ես հիմա ցույց տամ, որ հիմա պարզ լինի ում մասին է խոսքը։ Նուբար Աֆեյանը ձայն չի անել, եկե հայ ընդհանուր բարեգործական միությունը քանի տարի արդեն ձերբակալված է, ոչ մի խոսք չկա, եւ այսպես այսօր հայտարարություն ենք լսում իրենց կողմից։ Կապված է դա այցելության հետ, անշուշտ կապված է։ Ինչ առումով դա ժամանակը ցույց կտա։ Ու հետաքրքիր զուգադիպություն, այսօր դա միակ քաղաքական, ես համարում եմ սա քաղաքական իրադարձություն, սա միակ քաղաքական իրադարձությունը չի։ Հաջորդի մասին կխոսեմ շուտով։ Հաջորդ նորությունը, որ ուզում եմ ներկայացնեմ, հենց այսօր փաստորեն Մկրտիչ arczepiskopos-ը կալանք է կշարունակի արդեն տանը, տնային կալանքի կարգավիճակում։ Ես չգիտեմ, այդ հին խոսքը ասում ասված, որ աղքատին ուզում է երջանկացնի, այնց անում, որ իր ավանակը կամ կենդանիները կորեն, հետո պատահմամբ այդ կենդանիներին գտնում է եւ աղքատը ուրախանում է, մոռանում է իր աղքատ լինելու մասին։ Հիմա մեզ այս բանն է, այս համակարգը սովորացնում է սրան, կձերբակալի, կզրկի ազատությունից, հետո կտա տնային կալանք եւ մենք ժողովուրդը մի քիչ կուրախանանք այդ հանգամանքի մասին, որ ձերբակալվածներից մեկը վերադարձավ տուն։ Իհարկե չի կարելի սա թույլ տալ, չի կարելի իջեցնել ազատության եւ արդարության նշաձողը, անկախ նայած ով ոնց է վերաբերվում այսօրվա եպիսկոպոսներին եւ բանտերում գտնվող քաղաքական բանտարկյալներին։ Ընդ որում, ասեմ, Նիկոլ Փաշինյանի կողմից ձերբակալված բոլոր անձին, այս ընթացքում մենք այս քաղաքական առումով տեսել ենք, հանդիսանում են քար բանտարկյալներ, անկախ նրանից ինչպես են վերաբերվում իրենց քաղաքական կյանքին, հայտարարություններին, անձնական կյանքին, չգիտեմ, եկեղեցական կյանքին, նրանց սուրբ կույս լինելուն կամ չլինելուն, բոլորը այսօր ովքեր ձերբակալված են այս ռեժիմի կողմից, իմ կողմից համարվում են քար բանտարկյալ, ընդ որում նաև եպիսկոպոսները։ Մյուս հետաքրքիր նորությունը, ես ուզում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներից ձեզ փոխանցել, որ հայտնի թուրքը, այն որը միանգամից հիշում եք, որը հանդիսանում է Թրամփի ադմինիստրացիայի նվիրյալ անդամներից մեկը, դոկտոր Օզնա, սա հետաքրքիր ձևով նաև հայտնվել է Էփշտեյնի ցուցակում, կարելի ասել։ Եվ բոլորովին պատահական չի, որ Էփշտեյնի ցուցակում հայտնված թուրքը, որը նաև Թուրքիայի քաղաքացի է, ծառայել է թուրքական բանակում, սա նաև Էփշտեյնի մարդակեր մարդասպաններից է եւ նաև ծառայում է Դոնալդ Թրամփին։ Բոլորովին պատահական չի, ու շատ լավ է, որ մեր գործընկերները, ես չգիտեմ ով է հեղինակը, որ սա գտել է, հայտնաբերել է, կեցեք, շնորհակալ ենք, սա կարևոր է։ Սա կարևոր է, որպեսզի եւ թուրքերը հասկանան, որ իրենք խոսելի են, եւ մենք իրար մեջ հասկանանք, որ մենք դեռ ուժ ենք եւ կարող ենք դիմագրավել եւ հակահարվածներ տալ։ Եվ ամենակարևորը, բոլոր նրանք, ովքեր հույսեր են փայփայում Թրամփի ադմինիստրացիայի հետ, Ջեյդի Վենսը կլինի դա, ով ուզում է, ինչ կարգի DJ ուզում է լինի, պետք է հասկանան մի բան, որ այս կառավարությունը
տոտալ վերևից ներքև կազմված է մարդկանցից, ովքեր հանդիսանում են այդ սեկտայի անդամ։ Դա մարդակերների, մարդասպանների, մանկասպանների, մի խոսքով, դա մի սոսկալի սեկտա է, որոնք կապված են հազար թելերով իրար հետ։ Ինձ այսօր հարցնում էին, արդյոք Ջեյ Վենսը երևացել է ցուցակում, Ջեյ Վենսի անունը ես դեռ չեմ հանդիպել ոչ մի ցուցակների Էփշտեյնի հետ կապված, բայց ես կարող եմ ասել մի բան. ոչ մի պատահական մարդ չէր կարող հայտնվել Թրամփի ադմինիստրացիայում, այն էլ փոխնախագահի կարգավիճակում։ Ինչ է նշանակում Վենսի Թրամփի պարագայում փոխնախագահ։ Թրամփը այսօր թե վաղը դա իմպիչմենտի է ենթարկվելու անպայման, հա։ Իսկ ամերիկյան օրենքներով իմպիչմենտից հետո իր պաշտոնը շարունակելու է ղեկավարել փոխնախագահ։ Այս պարագայում Ջեյ Վենսը դե շատ քիչ հավանականություն կա, որ Մարկո Ռուբիոն կարող է դա լինի, ասահմանադորեն չի կարող լինել, բայց Թրամփի եւ հանրապետականների պարագայում մենք չգիտենք իրենք ինչ կարող են անել, որովհետեւ ինչ արել են առ այսօր, արել են ամերիկյան սահմանադրությանը հակառակ։ Ամեն դեպքում ես ուզում եմ իմանալ եւ որ այդ հարցին էլ պատասխանեմ։ Ջեյ Վենսի անունը այդ ցուցակներում չկա, կա Թրամփի անունը, իր բոլոր ադմինիստրացիայի ներկայացուցիչների անունը, այս դոկտոր Մեհմեդ Օզի անունը, որը պատահական չի, որ ինքն դեռ է, չէ՞ որ Թուրքիայից 200 միլիոնի երեխա են գնել, ուղղակի գնել։ Եվ ինչու մեկը պետք է կապ լիներ այնտեղ։ Մի խոսքով, սա նրա համար եմ ասում, ովքեր դեռ ակնածանքով են նայում Ամերիկայի Միացյալ Նահանգների այսօրվա ադմինիստրացիային, պետք է ասեմ, դուք մեծագույն առնվազն մոլորության մեջ եք, սա դիվային հրեշային կառավարություն է, որի հետ չի կարելի ոչ մի ձևի հույսեր կապել։ Իսկ իրենց հարցերի լուծումը թողենք ամերիկյան ժողովրդին։ Եվ այսպես Վենսի խայտարակ ինքնադրսևորմանն անդրադարձել հանրապետական սենատոր Ջիմ Կոստան, որը գրել է, որ սա էլ արդեն երկրորդ անգամն է, արդեն մեկ շաբաթվա մեջ, որ Սպիտակ տունը հեռացնում է իր գրառումը Հայոց ցեղասպանության մասին, որտեղ սպանվել են 1.5 միլիոնից ավել մարդիկ, եւ կարծես դրանով ուզում է ինքը վերախմբագրի պատմությունը։ Սա պետք է ասեմ, որ նկատվել է ոչ միայն դեմոկրատների կողմից, որոնք բնականաբար հակառակ կուսակցություն պետք է նկատնեին, նաև հանրապետականների կողմից, այսինքն հանրապետականների կուսակցություններում, կուսակցության մեջ, այն ինչ որ կատարվում է այսօր Թրամփի ադմինիստրացիայի կողմից Հայաստանի նկատմամբ, ընկալումը միանշանակ չի, այսինքն մենք չենք կարող ասել, որ հանրապետական կուսակցություն դա Թրամփն է, չէ, այսօր Թրամփը այդ կուսակցությունը չի, դա MAGA-ն է, MAGA-ն այդ կուլտն է, այդ հրեշների կուլտն է, որը պարզվում է այսօր ես կասի, որ իրենք ձևավորվել են մոտավորապես կարծեմ 60-ական թվականներից ցել են ձևավորվել, որ մի օր իրենք կարողանան զավթեն, բայց ամերիկյան հզոր դարձնելու լոզունգի տակ զավթեն իշխանությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Այսինքն հանրապետականների մեջ կա MAGA, որի ղեկավարը Թրամփն է, ու պատահական չի, որ հենց Թրամփն է, որը անմնացորդ պետք է ծառայեր այդ հրեշներին, եւ կան հանրապետականներ, որոնցից մեկը հենց Ջիմ Կոստանն է, որը զարմացած է սրա պահվածքի վրա։ Եվ պետք է ասեմ, որ այն մարդիկ, որոնք սա մեջ օգուտներ են տեսնում, դա նայից չի, որ Ջեյ Վենսը մեզ ուզում էր օգուտ տված լիներ դրա համար է ջնջել իր պոստը, հա, որ իր ջնջելու արդյունքում փաստորեն ցեղասպանության մասին խոսվեց շատ ավելի շատ, քան կարող էր խոսվել։ Ջեյ Վենսը ուղղակի ջնջեց իր պոստը, որովհետև իրեն ասեցին ջնջի։ Թե հիմա ով ասեց արդեն էական չի։ Թուրքիայից ասեցին, թե Դոնալդ Թրամփի կորպուսից ասեցին հանի, թե Մոսադը ականջի քաշեց, էական չի, կարևորը որ սա հնարավոր է, ու սա անում է մի մարդ անումը ջնջում է մեկը, որ ինքը պոտենցիալ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ է, որովհետև ես չեմ հավատում, որ Թրամփը միջև վերջ կմնա իշխանության մեջ որպես նախագահ։ Ես Ռուբեն Վարդանյանի մասին խոսեցի, ուզում եմ իր հայտարարությունը ներկայացնել ձեզ, որն ասել է 3 անգամ կրկնել, Արցախը եղել է, Արցախը կա, Արցախը կլինի։
կատավարության ժամին։ Ես այնտեղ չեմ եղել, ես չեմ կարող պնդել, որ սա ասվել է, թե չի ասվել, ընդունենք, որ սա ասվել է։ Ես ուզում եմ հավատալ, որ սա ասվել է։ Ես Ռուբեն Վարդանյանի նկատմամբ երկու մոտեցում ունեմ։ Մարդ, անհատականություն, բիզնեսմեն, կրեատիվ մտածելակերպ, գանձ, որպես ռեսուրս։ Եվ մարդ, որից ամբողջ ռեսուրսը, որը անգնահատելի ռեսուրս է, իմ կարծիքով երեն թե մենք հայերի մեջ շատ ունենայինք այս կարգի ռեսուրս։ Բայց միևնույն ժամանակ մարդ, որ ռեսուրսը չի ծառայեցրել ու չի ծառայեցնում իր հայրենիքին։ Գուցե այն պահը, որ ինքը արդեն հասկացա, որ իրեն փուրն են տալի ամբողջ Արցախի հետ միասին 2023 թվականի այն օրն է, երբ որ Արցախը դատարկվում էր եւ նա հայտարարություն տարածեց, որ պահանջում է ի վերջո ինքը իրանից, հա, արդեն որտեղ ինքը պետական նախարար չէր, որ պահանջում էր ՄԱԿ-ի խաղապահներ Արցախում, որպեսզի փրկեն Արցախը։ Գուցե այդ ժամանակ ինքը հասկացավ, որ իրան խաբել են, որ իրոք sense փաթեթավորած տվել են փուրը։ Ես չեմ բացառում, որ դա այտենց էլ եղել է։ Ու այս հայտարարությունը տեղավորվում է այս տրամաբանության մեջ։ Ես այն չեմ անեն շեշտում, որ մենք քանի որ սովորություն ունենք մարդկանց սպիտակավորել եւ գնահատել բացառապես սև ու սպիտակի մեջտեղներում։ Հա ոնց որ օրինակ Վազգեն Սարգսյանը, ինքը իմ համար ոչ սև է, ոչ սպիտակ, ինքը համ սև է, համ սպիտակ։ Նույնը Ռուբենը Վարդանյան, որը լինելով փայլուն մարդ, փայլուն ռեսուրս, այ իր ռեսուրսները չի ծառայեցել ուղղակի Հայաստանը։ Նա ուղղակի դարձավ գործիք, որն էլ զոհաբերեցին եւ ոչ միայն իրեն։ Ես ինքը ոչ ինքը բացառություն չի, ունիկալ չի այս առումով։ Գոնե պետք է պատմությունից եւ ինքը բավականին խելացի մարդ է, որ իմանար սա շատ հաճախ է եղել նրանց հետ, ովքեր ամնացող ծառայել են ռուսներին կամ օսմանցիներին։ Պետք է ասեմ, որ այսօր էլ օսմանցիներին ովքեր ծառայում են, իրանք էլ պետք է պատրաստ լինեն սցենարին, որովհետեւ նրանք բոլոր հայերը, ովքեր անմնացող ծառայել են ռուսերին կամ թուրքերին, այսպես կամ այնպես արժանացել են մոտավորապես նույն ճակատագրերին։ Դրանք չեն սիրում մարդկանց, ովքեր իրենցից արժեք են ներկայացնում, մանավանդ այն ժամանակ, երբ որ արդեն իրենցից էլ ակնկալիք չկա, իրենք արդեն արել են այն գործը, որոնք պետքա արվեր։ Եվ դրանից հետո, խնդրեմ, տալիս են մարդկանց, հանձնում են թշնամու ձեռքը, ինչպես դա արվեց Ռուբեն Վարդանյանի հետ։ Իսկ այս հայտարարությունը իր կողմից ես համարում եմ հերոսական, պատմական, կարևոր եւ ես ուզում եմ հավատամ, որ ճիշտ է։ Անկեղծ։ Մենք ես ինքը քաղաքական հետաքրքրություն չի ներկայացնում իմ անունը, բայց ես ուզում եմ հավատամ, որ ինքը այդ բախնա, որ ինքը դա ասել է։ Դա աստված մի օր ինքը կարողանա խոսա եւ մենք ձայնագրություններ ունենանք, որտեղ ինքը կհաստատի, որ դա այո եղել է։ Ես ուզում եմ, որ մի պահ մենք վերադառնանք իրականության գիրք եւ վերհիշենք ինչա պլանավորված մեր մասով։ Սա Մուստաֆա Քեմալի Պայքար Հայաստանի Հանրապետության դեմ գրքից է։ Դեմ։ Անորում այս գիրքն է ցիտում, մեջբերում, այս գիրքին է հղումանում Էրդողանը այն գրքի մեջ, որը Փաշինյան Նիկոլաս սխմած կրսկին ժպիտը դեմքին նկարվել է։ Եվ այսպես այդ ինչա գրված այդ գրքի եւ այդ պլանների մեջ։ Բացարձակապես անհրաժեշտ է, որ Հայաստանը արանքում քաղաքականապես եւ նյութապես կործանվի, այն ինչը հիմա կատարվում է։ Արանքում քաղաքականապես եւ նյութապես։ Սրանից հետևում է, որ հայերի հետ հրադադարի սովորական պայմանագրով պայմանավորված մեր նահանջը քննարկման առարկա չի կարող լինել։ Զինադադարի սկզբունքները, որոնք մենք փոխանցել ենք հայերին, պետք է ուղղված լինեն ոչ թե մեր Հայաստանից հեռանալուն, այլ Եվրոպայի առաջ խաղաղ Երևանուն եւ հայերին մոլորեցնելուն։ Այսինքն այն ինչ որ կատարվում է, դա կատարվում է Եվրոպային ցույց տալու եւ մեզ մոլորեցնելու համար։ Այդ խաղաղություն ընդհանց այս թուրքի ծնունդը, որի խոսում է դրա մասին, սա Մուստաֆա Քեմալի գրքի հիման վրա է։ Այսինքն սցենարը գրված է այնտեղ, հա, որ իրականացվում է Փաշինյան Նիկոլի կողմից։ Ներկայումս խիստ անհրաժեշտ է հայկական բանակի զորացումը, ինչ որ կատարվում է, եւ զինամթերքի առգրավումը, այն ինչ որ կատարվում է մեծ հաշվով։ Դրանով իսկ կանխելով նրանց ռազմական կառուցվածքի վերականգնումը։
ինչ արվում հիմա, որ ես ասում եմ, ստանում են մի հատ դրոն, որ ընդամենը հետախուզական է, որ իրենից ոչ մի բան չի ներկայացնում, եւ դա ցույց են տալի ռազմական ձեռքբերում։ Այն ժամանակ, երբ որ Ալիևը արդեն 6 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել Դանիայի հետ, որով պատրաստվում է գնել ամենամոդեռն կործանիչները։ Ինչ է կարծում սա ում համար է։ Ում համար։ Ում համար է ինքը հերթիրներ ձեռք բերում եւ կործանիչներ 6 միլիարդ դոլար։ Ում դեմ է պատերազմ պատրաստում։ Վստահ եք, չէ՞ որ Թուրքիայի դեմ չի, Ռուսաստանի դեմ չի, Իրանի դեմ էլ ինքը պատերազմով չի գնա, իրան պետք չի։ Որովհետեւ դա ավելի խոշոր ուժեր են խառնված դրա մեջ։ Երկաթուղիները պահպանելու եւ մահմեդական բնակչության իրավունքների պաշտպանելու պատրվակով անհրաժեշտ է Հայաստանի ոչ տարածքում հաստատել մեր ռազմական վերահսկողությունը, դա թրիփն է, եւ այդպեսով վերահսկել նաեւ Թուրքիայի Ադրբեջանի հետ կապող բոլոր ճանապարհները։ Դա ինչ որ արվում է, մեկին մեկ արվում է, եւ Հայաստանում կան ճակերտավոր քաղաքական գործիչներ, որոնք չգիտեք սա մասին, թե իմանալով եք ասում, որ դա Հայաստանի շահերից է։ Ես ուղղակի աշխատում եմ լիովին մնալ լեքսիկոնի մեջ, էլի։ Կարելի է ուրիշ բառերով ասել, իրական բառերով, էլի։ Վերոշել նպատակին պետք է հասնել թաքնված եւ փափուկ ձևով, ինչպես խաղաղության պայմանագրի տեքստում, այնպես էլ դրանց գլխով բոլորը դեպքերում։ Խնդրեմ։ Պայմանն այն է, որ այն հայության աչքում միշտ ներկայացվի որպես խաղաղ։ Ես չեմ կարծում, թե Հայաստանում քաղաքականությունով զբաղվող adekvat որևէ մեկը սա չի կարդացել։ Ընդ որում սա առաջին անգամ չի, որ ես ցիտում եմ։ Ընդ որում այնպես չի, որ մենակ ես եմ տեսել սա, ես գիտեմ սա մասին, բոլորովին սա բաց հասանելի է։ Չէ՞ որ ես գտել եմ, ես ցույց եմ տալիս ես։ Նույնիսկ արձանագրեմ։ Բոլոր նրանք անհատներ, միություններ, կազմակերպություններ, ովքեր խոսան այս ճանապարհի մասին, որպես խաղաղ, որպես Հայաստանակենտրոն կամ հայանպաստ ինչ-որ ծրագրի մասին, որը Աթաթուրքը Քեմալը գրել է իր մեջ նախապայման, որպես խաղաղ ներկայացվող, որ նշանակում է իրականացնում է նույն ծրագիրը։ Նույն ծրագիրը, սա քաղաքական բացատրություն այլ կերպ չունի։ Մանավանդ որ Հայաստանին այդ ճանապարհը ոչ մի բան չի տալիս։ Ոչինչ, նույնիսկ վերահսկողության հնարավորություն դա, վերահսկելու հնարավորություն դա չի տալիս։ Մնացածը դուք կարող եք ինքներդ եզրակացնել։ Չմոռանաք տարածել ասնյութը, սեղմել լայքի կոճակը եւ օգնել ալիքին ինչ որ դուք կարող եք։ Դա կլինի Zelle փոխանցումով, PayPal-ով, թե Հայաստանի եւ Ռուսաստանի բանկերով, որոնք բոլոր ինֆորմացիան դուք կարող եք գտնել ներքևում։ Որովհետեւ այս կարգի ինֆորմացիաները պեղել, ֆիլտրել, գտնել, ներկայացնել, սա տիտանական աշխատանք է։ Տիտանական։ Եվ այսպես Euronews-ին մեղադրում են Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ։ Տեսեք, Թուրքիայից միջև ներողություն, Ամերիկայից միջև Եվրոպա, TV-ներ, քաղաքական գործիչներ, բազմաթիվ են դեպքերը կաշառք ստանալու եւ փողի դիմաց ռոպագանդա անելու մասով։ Բազմաթիվ են դեպքերը։ Սրանք, եթե մի օր մենք պետություն ունենանք, հաթետով պիտի ներկայացվի դատարան, թե Ադրբեջանը ինչ միջոցների է գնացել իր հանցագործությունները կոսկելու եւ նոր իրականություն խափելով եւ մարդկանց մոլորեցնելով ներկայացնելու համար։ Սա մի ամբողջ փաթեթ է։ Փաթեթ։ Բայց տեսեք, Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայտնաբերվում է, որ Թուրքիան ունի լրտեսներ, բառակին է կաշառել իր կողմից աշխատելու համար, բայց ոչ մի հետևանք չի ունենում։ Բացարձակապես Էրիկ Ադամսը այդպես էլ Նյու Յորքի նախին քաղաքապետը այդպես էլ ինքը չձերբակալվեց, ապացուցված համարելով, որ ինքը կաշառքացել Թուրքիայի պետությունից։ Այսօրվա դեսպանը, որը բռակը Թուրքիայում է, հաստատվել է, հետախուզությունը պարզել է, որ ինքը կաշառքներ է ստանում Թուրքիայից իր կողմից աշխատելու համար։ Ոչ մի հետևանք չի ունենում, բայց պետք է իմանալ բան, էական չի հիմա հետևանք ունենում, թե չէ։
Սա պետք է ամրագրվի, սա փաթեթով պետք է գնա մի օր։ Եվ կոնգրես, եւ սենատ, եւ եվրոպական դատարան, եւ եվրոպարլամենտ, սա պետք է գնա։ Մենք պետք է երբեք հավատները չկորցնենք մի բանի նկատմամբ, որ մենք ասելիք պետք է ունենանք ճիշտ ժամանակին ճիշտ ասելու համար։ Դա հնարավորությունը լինելու է։ Ես միշտ հավատացել եմ, որ հնարավորություն տալիս է կյանքը։ Ուղղակի դրանից օգտվում են պատրաստվածները, դա կորցնում են նրանք, ովքեր չէին հավատում, որ այդ օրը գալու է։ Իսկ նրանք, ովքեր հավատում են, որ այդ օրը գալու է, իրենք պատրաստ են լինում այդ շանսը ճիշտ օգտագործելու համար։ Ես հավատում եմ, որ դա հնարավորությունը լինելու է, որովհետև հակառակ պարագայում այս ամբողջ գլոբուսը խեղդվելու է պատերազմների եւ քաոսների մեջ։ Սա այն է, ինչ որ այսօր ուզում է այս աշխարհը այսօրվա ղեկավարող էլիտան։ Դա է ուզում, բայց դա կողքը կա ժողովուրդ, որը այլ բան է ուզում, ինքը ուրիշ ձև է ուզում ապրել։ Գնանք առաջ։ Եվ այսպես ես առաջարկում լսել Արսեն Երկանյանին, որը ներկայացնում է Ռուսաստանի արձագանքը այդ ատոմակայանի փակման եւ նոր մոդուլային ատոմակայաններ առաջարկելու վերաբերյալ։ Լսենք։ Ավելի խորը գնահատական է տվել այդ ձեռքբերված համաձայնությանը, նա ընդգծել է, որ թեև Հայաստանը ազատ է այս հարցում պարտներներ ընտրելու հարցում, բայց Ռուսաստանի համար այդ որոշումը անհասկանալի է, քանի որ ինչպես ինքն է ձևակերպել, շատ պղտոր բաներ կան այս գործարքում։ Մասնավորապես պղտոր է համարում նա այն, որ Միացյալ Նահանգները, ինչպես Զախարովան է գնահատում, չունի փորձ մոդուլային ռեակտորներ կառուցելու հարցում եւ որ այդ փորձը ընդամենը թղթի վրա է։ Հետաքրքիր է, չէ՞։ Ես ելեք ասում եմ, որ Ռուսաստանը լուր է մի տեսակ։ Լուրը փաստորեն մենակ պատճառներից մեկը երևի նա է, որ ինքը հայտարարում է, գիտեք ինչ, ձեզ առաջարկում են մի բան, որ իրանք չունեն։ Դուք ծափ եք տալիս այն բմբուլող հնդիկների նման մի բանի համար, որը չկա։ Ձեզ ընդամենը խոսք են տվել։ Ու ոչ մեկ դա չի վիճարկում։ Այդ մոդուլային կոչվածները դրանք պրոյեկտ է, դրանք դրա մասին խոսում է, բայց չկա, դա գետնի վրա, չունի ոչ Ռուսաստանը, ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ունի Չինաստանը, բայց ոչ Ռուսաստանը, ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգները, չունի դա այն հզորությունները, որոնք արդեն կիրառվել է, որոնք արդեն կան, գոյություն են եւ մեզ առաջարկում են փակեք ձեր ատոմակայանը, վերցրեք այս նոր տեխնոլոգիաները եւ աշխատեք դրանով։ Բայց դրա մասին խոսում են մարդիկ, ցույց են տալիս, որ ահ, հեսա նոր էներգետիկ համագործակցություն, նոր պրոյեկտներ, նոր տեխնոլոգիաներ, այն կերպներ, նոր վասյուկի եք սարքում դուք Հայաստանը։ Դուք ասում եմ, այս կարգի խոսացողները ինձ հիշեցնում են բմբուլով հնդիկներին, որոնց փայփլուն կոնֆետներով խափում եւ վերցնում են իրենց ամբողջ ունեցածը, իրենց երկիրը։ Իսկ հիմա այդ բմբուլով հնդիկները մնացել են էլի բմբուլով հնդիկներ, ապրում են ռեզերվացիաներում, այսպես փոքրիկ տարածքները ցանկապատած, իրանք ընդեղ են ապրում, գազանի նման, կենթանու նման։ Հա, իրանք լույս ունեն, բայց իրանք ռեզերվացիայի մեջ են ապրում, սենց փակած։ Գաղութ, որտեղ իրանք ազատ երկում մուտք ունեն, բայց գաղութ է։ Ընդգծում է, որ միակ երկիրը, որը փոքր ատոմակայաններ կառուցելու փորձ ունի, Ռուսաստանն է, բայց պետք է նշեմ, որ մոդուլային ռեակտորներ Ռուսաստանը հողի վրա նույնպես չունի, միայն այսպես նավերի վրա է կառուցել։ Այսինքն փոքրիկ մոդուլային ատոմակայանների օրինակ ունի Ռուսաստանը, որը նավերի վրա է, որոնք ասենք ամիսներով, տարիներով օկեանոսներում են։ Փոքրիկ ինչ որ միջուկային կայանա, փոքր որ ապահովում է այդ նավի աշխատանքը։ Ընդամենը։ Բայց դա նույնիսկ իրենք չունեն, ասենք, որ տանեն այս գյուղում դնեն, տանեն են, չգիտեմ, կորած ավաններում դնեն։ Իրենք էլ չունեն դա։ Գործում իսկ Չինաստանը նաև հողի վրա ունի մոդուլային ռեակտորներ կառուցած։ Զախարովան գծում է նաև եւս մի վտանգ, հաշվի առնելով այն, որ նման ռեակտորներ կառուցելու ընթացքում ինքնարժեքը ընթացքում կարող է զգալիորեն ավելանալ։ Հիշատակում է Միացյալ Նահանգներում մի դեպք, երբ ընթացքում կառուցման ինքնարժեքը կրկնապատկվել է, հասնելով 5 միլիարդից 10 միլիարդի, ինչի պատճառով որոշում է կայացվել այն սառեցնել։ Այսինքն մի հատ փորձ ունի, որ որոշել են սարքեն, փորձ ունի, որը չեն ավարտել։ Սառեցել են պրոյեկտը, չկա, նման պրակտիկա իրանք չունեն։
Որովհետև ընթացքում հասկացել են, որ իրանց թղթի վրա ինչ որ գրված է, իրականության մեջ չի աշխատում։ Եվ ինքը այնքան ծախսատար է, որ մի հատ փոքրիկ ատոմակայանը 5 միլիարդից հասել է ծախսը 10 միլիարդ։ Ու կասեցել են, սարասել են դա։ Բայց դա Հայաստանի ներկայացում է որպես պատրաստի արտադրանք։ Հույս ունենալով, որ հայ ժողովուրդը, հայ սպառողը այդ բմբուլով հնդիկից չի տարբերվում եւ ինքը չի խորանալու այս հանգամանքների մեջ։ Կա ինչա դա, որքանով է անվտանգ, որքանով է դա արդյունավետ, որքանով է դա մեր կլիմային հարմար եւ այլն։ Վստահ եմ երևի, որ մենք այդ հարցերը չենք տալու։ Վստահ եմ նույնիսկ բոլոր նրանք, ովքեր սրա մասին ծափահարում են, բարձրաձայնում են, որ տեսեք, այս ամերիկան մեզ նոր տեխնոլոգիաներ է տալու։ Դե հիմա դրանց ինչ ասես բա։ Ինչ կարելի ասել, գրեք, գրեք։ Հավանաբար նկատի ունի Այդահոյի այդ հայտնի կայանը, որի արժեքը իրականում 5.5 միլիարդից 9.3 միլիարդի է հասել, ինչևէ իսկապես զգալիորեն տարբերություն կա։ Եվ ամփոփելով Զախարովան պնդում է, որ Ռուսաստանը միակ պետությունն է, որը ի վիճակի է ապահովել այն, ինչի կարիքը ունի Հայաստանը, եւ կոչ է անում վերադառնալ Ռուսաստանի հետ բանակցություններին։ Թեև, ինչպես կարող ենք հասկանալ, սկզբունքային քաղաքական որոշումը արդեն կայացված է։ Հետաքրքիր գիտեք որ նաև խոսացել են լավ ասենք, ինչ որ մի ձևով, ինչ որ մի ֆոկուս արեցին եւ բերեցին դա տեղադրեցին Հայաստան։ Բա այդ թափոնը ինչ է կանելու։ Այդ միջուկային թափոնը օգտագործած ուրանը ինչ է կանելու։ Չէ՞ որ մի հատ կա Հայաստանում, որ ատոմակայանինն է, որը պատկանում է ռուսներին փաստացի, ռուսների կառավարման տակ է։ Դու չի կարող երկրորդը բացել, ասեն Հայաստանը կարող է գիտեք ատոմային թափոնների գերեզմանը։ Դրանով հանգիստ նայում են, ասում են, բայց դուք լավ եք մտածել ինչ եք անում։ Հայաստանի կառավարություն։ Կարող է մի հատ խեկների գլուխը հավաքեք, հասկանաք դուք ինչ եք անում։ Դրանով վստահ եմ, որ դա չի լինելու, ու ասում են, որ դա չի լինելու։ Նախ չունեն որ անեն, երկրորդը որ անեն այդ թափոնները ինչ են անելու։ Հա, դուք անկախ երկիր եք, հա, ասեք այդ մոդուլային ռեակտորները բերեցիք, այդ թափոնը ինչ եք անել։ Սենց հարցեր կան։ Ես ուզում եմ այս նկարի մասին մի քիչ խոսենք, սա 19 թիվն է, 1919 թիվն է։ Ամերիկյան պարենով բեռնված գնացքը հասել է Երևան։ Սա էլ է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Որովհետև երբ որ ես քննադատում եմ մի երկիր, մի կառավարություն, հա, մարդիկ ասում են, օ, բայց բա մի ժամանակ գովում էիր, կասես բաներ են գրում, բա եթե վատա ինչի է ստեղ։ Իրանք մարդ կա, ազնիվ խոսք, միջև մա չի հասկացել ինչ է նշանակում երկիր, պետություն ու կառավարություն։ Իրանց համար երեքը մեկում է։ Այսինքն Նիկոլը դա համ Հայաստանն է, համ պետությունն է, համ կառավարություն, ամեն ինչն է Նիկոլը։ Այսինքն իրանց պատկերացումների մեջ ամբողջ աշխարհը տենց է ապրում։ Տենց է։ Եթե ասենք Պուտինը Ռուսաստանն է, եւ անցյալն է, եւ ներկան, եւ ապագան, նույնը իրանց աչքերում Փաշինյան Նիկոլն է, համ երկիրն է, համ պատմական հայրենիքն է, համ նոր Հայաստանն է, համ կառավարությունն է, համ պետությունն է, համ էլ ապագան։ Նշանակում է նույն ձևի կարելի է նայել Եվրոպային, Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ այլն։ Չէ, դա չի։ Դա չի։ Կախված այդ օրվա ադմինիստրացիայից քաղաքականությունները կարող են լրիվ տարբեր լինել։ Եվ ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ամեն դեպքում կան ինստիտուտներ, որոնք ինչ-որ մի բան պահում են։ Ինչ-որ մի բան օրենսդրական իմաստով պահում են, որտեղ հնարավոր է ինչ-որ մի բաների հասնել։ Նրանք էլ բարձվում է կատարյալ չեն իրանց ձևի մեջ, բայց այսօր ամերիկյան համակարգը գիտեք ինչ վիճակում է, դատական համակարգը։ Գիտեք ինչ վիճակում է, ոնց որ անակնկալ վրաները մի քանի տոննանոց, ասենք, սենց մեծ բան անկած լինի, եւ իրանք տակն են, ծանրության տակն են, բայց չեն հանձնվում։ Իրանք չեն սպասում որ այս բանը լինելու։ Այդ ծանրը, բայց չեն հանձնվում։ Դուք որ տեսնեք այդ լսումներում ես իրանց այսօրվա դատախազին, գլխավոր դատախազին, ինչ են անում։ Եվ դատախազը իրանց ինչ է անում, լկտի ավարի։ Դուք հասկանաք, որ ճնշումը շատ մեծ է, բայց չեն հանձնվում, որովհետև իրենք չհանձնվելու եւ պետականության առնվազն 300 տարվա փորձ ունեն։ Մի բան, որ մեկ չունեն։ Դա ման ասում, սա էլ է Հայաստան, սա էլ է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Պետք չի սա մասին մոռանալ։ Պետք չի մոռանալ նաեւ այն հանգամանքի մասին, որ Թրամփից առաջ
Հայաստանի վերաբերյալ կա ամերիկյան այլ որոշում, դա Woodrow Wilson-ի իրավարար վճիռն է, որը ժամկետ բան չունի։ Չկա սահմանափակում ժամկետի մեջ, որ ասենք լավ արդեն չեղյալ կարելի է համարել, դա Թրամփը կարա չեղյալ համարի, մեկ էլ Փաշինյան Նիկոլը։ Այնն իրենք իրենց համար։ Բայց սա արբիտրաժային որոշում է։ Ցանկացած ժամանակ, երբ որ հայկական պետություն կլինի պետականություն, ինքը կարող է սա վերցնի, sense մտնի դատարան։ Եվ այսպես հաջորդ քաղաքական այսօր նույն օրվա մեջ երևույթը որ Սամվել Կարապետյանը ստեղծում է ուժեղ Հայաստան կուսակցություն եւ այդ ուժեղ Հայաստանի տեխնացուն ինքն է։ Հիմա ես քանի որ տեսնում եմ որ դանով ոգևորվածները շատ են, նույնիսկ ես չգիտեմ իրենց ինչ ասեն, բայց գնանք հերթով, տեսնենք ինչ են մեզ առաջարկում։ Փաստորեն ասում են ճիշտ է, սահմանադրորեն չի կարող ինքը լինել վարչապետ։ Դե սահմանադրության մեջ փոփոխություններ է պետք անել եւ այդ սահմանադրության մեջ փոփոխություն անելը կարող է անի խորհրդարանը։ Փաստորեն իրենք ինչ են նախատեսում, որ ընտրությունից 20 օր հետո ԱԺ առաջին նիստի անմիջապես հանդես կգան իրենք համապատասխան օրենսդրական փոփոխության որոշմամբ ժողովրդի վստահությամբ եւ ԱԺ մանդատով, որը թույլ տանք միայն մեկ Հայաստանի քաղաքացիություն ունեցող անձ դառնա Հայաստանի վարչապետ։ Այսինքն այսօրվա վիճակով չի կարող, բայց իրենք գտել են ամեն դեպքում լեգիտիմ ճանապարհ, որ դա իրականացնելով արդեն լեգիտիմորեն լավ բանա ուզում են պահեն Սամվել Կարապետյանը կարող է դառնա վարչապետ։ Ես ուզում եմ սա մի պահ խոսնայինք ու խոսենք։ Վարչապետի տեխնացու պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյան։ Սա կարճ, ես ուզում եմ դուք ոգևորվածություններ նայեք էլի։ Ես սա ընդհանրապես իմ հատ կարճ հատված է։ Այսօր նայել եմ ավելի երկար, լսել եմ Նարեկ Կարապետյանին, որպեսզի հասկանամ իրենք ինչ են առաջարկում, ինչի մասին է խոսքը, ինչ է ստեղծվում, մեզ ինչ են առաջարկում, հա։ Ես դեռ Թրամփի ընտրություններից առաջ անցած տարի, որ ես ինչի է դեմ ընդհանրապես Թրամփի, ես ոչ թե կողմ էի Բայդենից, ես դեմ էի Թրամփին, որովհետև ես շեշտում էի, որ բիզնեսը քաղաքականության հետ իրավունք չունի խառնվելու, որ բիզնեսմենը ինչքան էլ ինքը ուզում է լավը լինի, լավ բիզնեսմեն հաջողված, ինքը քաղաքականության մեջ ոչինչ չունի անելու, դրանք տարբեր հարթություններ են, դրանք տարբեր մտածելակերպ են, եւ ես ճիշտ դուրս եկա Թրամփի պարագայում, հասկանում եք։ Ու ես ասեմ, հիմա էլ այդ ճիշտ, որտեղ այսօր լսելով Նարեկ Կարապետյանից հասկացա, եթե ամբողջ խոսակցությունը գնում է ոչ թե քաղաքականության շուրջ, ոչ թե քաղաքական իրավիճակի շուրջ, մեր մոտ ինչ է, ինչ խնդիրներ կա, ինչ մենք բաների մեջ ենք ընկել, ծուղակների մեջ ենք ընկել, ինչ քաղաքական մեզ հետևանքներ է սպասում, քաղաքական ամեն ինչ գնաց տնտեսականի վրա։ Տնտեսական, լավ ապրել, կուշտ ապրել, սոված մնալ, սոված չմնալ, ոչ մեկ սոված չի լինելու, մենք կուշտ ենք եւ այլն։ Մոտապես այս կոնտեքստի մեջ է զրո քաղաքականություն։ Ես հասկանում եմ, որ տնտեսական քաղաքականությունն էլ է քաղաքականություն, բայց դա ընդամենը ածանցյալ է։ Դու չես կարող ունենալ տնտեսական քաղաքականություն առանց քո հիմնական արտաքին քաղաքական հարցերը լուծելու։ Դու չես կարող, դու լինելու ես գաղութ, ածանցյալ, կախված։ Եվ Նարեկ Կարապետյան լինելով ըստ իր ասելով, հա, քաղաքագետ նաև։ Անձնական ստե ոչ մի բան չկա։ Չառաջարկվեց ոչ մի քաղաքական բան։ Եվ ես օվացիաները որ նայում եմ, ես հասկացա մի բան, որ այս օվացիայի մեջ գտնվող մարդիկ կուշտ ապրելու հեռանկարով էին իրանք ուրախ։ Կուշտ ապրելու հեռանկարով, որը վատ բան չի, հավատացեք։ Կուշտ ուզում են ապրել բոլորը։ Բայց ոնց, ասիկան, ռուսերենը երկրորդ պետական լեզու սարքելով, հա? Քաղաքական հարցերում դու քաղաքական ինչ ունես առաջարկելու դու։ Դու որտեղ ես մեր խնդիրները։
Ու ինչ լուծում ես առաջարկում։ Հայաստանը դարձնել հերթական անգամ ռուսական գավառ, այնպես չի որ մենք հիմա ռուսական գավառ չենք, մենք հիմա նաև թուրքական գավառ ենք։ Ես հասկանում եմ շատ-շատերի համար մնալ Ռուսաստանի հետ, բայց թուրքերից հեռու սա հարցի լուծումը եւ շատ լավ լուծումը, բայց ես որպես այս ամեն ինչը տեսած արդեն մի քանի անգամ, չէ՞ որ մենք 88-ի սերունդն ենք։ Այս ամեն ինչի մեջ մենք մի հատ անցել ենք, նորից գնանք մտնենք այս ամեն ինչի մեջ։ Թող ոչ մեկ չասի, բա այլ ընտրանքը Թուրքիան է, չէ, դա ստեղծած նարատիվ է եւ ամենակարևորը, այս հանգամանքը մեծագույն նվեր էր, մեծագույն Փաշինյան Նիկոլին։ Այսինքն Փաշինյան Նիկոլը հանգիստ իր համար նվեր ստացավ, այսպես սկուտերի վրա այն հանգամանքը, որ ինքը պետք է Եվրոպային ցույց տա, որ եթե ես չեմ, մյուս հավանական տեխնացուն այն մարդն է, որ ռուսերենը սարքելու է Հայաստանում պետական լեզու։ Եվ թույլ տվեք ինձ օգտագործել մահակս, որպեսզի ես կանխեմ ոչ թե արդար ժողովրդական ընտրությունները, այլ Հայաստանի ռուսիֆիկացումը։ Չեք տնել, ես հազիվ փոկել եմ, Ամերիկայից հետ ուզում եմ հարաբերություններ կառուցել։ Այս ռուսամետներն եկել են ուզում են գրավել Հայաստանը եւ միակ փրկությունը ես պետքա բոլորին կալանավորեմ, լցնեմ բանտերը, մահակս օգտագործեմ հնարավոր բոլոր տարբերակներով։ Սա է մեծագույն նվերը Փաշինյան Նիկոլին։ Այսինքն այսօր ինչ որ կայացավ, այս մարդիկ ոսը ծափ են տալի, դուք չեք պատկերացնում Նիկոլ Փաշինյանը ոնց է ծափ տալի այդ գաղափարին։ Ինքը ձեզանից ուրախ է։ Որովհետև դուք իրան ոչ մի բան չարեցիք, իրան տվեցիք մեծագույն նվեր, մեծ, ասեմ սա, ինքը ձեզանից շատ է ծափ տալի հիմա այս հանգամանքի վրա։ Վերջ, սա ինքը ցույց է տալու Ամերիկան, Եվրոպային ասի, ախպեր, ուզում եք Հայաստանը ձեզ ձեռին մնա։ Հա, թեկուս կիսա, թեկուս սենց խափելով բան։ Ուրեմն պետք է թույլ տաք, որ ես անեմ ինչ որ ես ուզում եմ։ Գիտեք ինչ են ասելու են, չէ։ Չէ, ոչ մեկ իր ձեռքը չի բռնել։ Ոչ մեկ իր ձեռքը չի բռնել։ Ես չգիտեմ այս կազմակերպիչները, այս անողները հասկանալով արեցին սա, թե ոչ։ Հիմա այս հարցի լուծումը մեկն է։ Մեկը, որ իրական ընտրությունը լինի ոչ թե Սամվել Կարապետյանի եւ Փաշինյան Նիկոլի մեջ իրական ընտրությունը, այլ տեխնացուի, որը կլինի մի քանի անգամ ավելի հեղինակավոր, քան Սամվել Կարապետյանը։ Մի քանի անգամ։ Հասկանում եք, ոչ թե մի քիչ ավել, մի քանի անգամ, որ սա չկարողանա ցույց տա, որ Սամվել Կարապետյանն է իր հիմնական ախոյանը։ Այն ինչ որ ի սկզբանե պլանավորել էր։ Ուղղակի այն ժամանակ անունը Սամվել Կարապետյան չէր, այլ Ռոբերտ Քոչարյան։ Սրանք հասկացան, որ Ռոբերտ Քոչարյանն այլևս չի աշխատում։ Չի աշխատում, փչացել ախպեր այդ մարդը։ Էլ ինքը զդոյա։ Որոշեցին թողել Ցոլինի այս տարբերակով։ Կարևորը ռուսներով վախեցնելն է Եվրոպային ու Ամերիկայի մեջ, ինչ կապ ունի տեխնացուի անունը ինչը։ Ահա այդ ինչ որ տեղի ունեցավ։ Ցավոք սրտի։ Դուք չմտածեք, որ Սամվել Կարապետյանը ավելի մեծ ռեյտինգ ունի, քան Նիկոլ Փաշինյանը։ Այդտեղ կասկած չկա։ Հələ Սամվել Կարապետյանը ոչ մի բան չի ասել այդ մասով։ Ինքը կարող է չասել։ Ես վստահ եմ, որ Սամվել Կարապետյանը ավելի մեծ ռեյտինգ ունի Հայաստանում, քան Նիկոլ Փաշինյանը։ Հա, առնվազն Սամվել Կարապետյանը սերիական մարդասպան չի, Հայաստանը Թուրքիայի տակ պարկասնող չի, միակ պարկասնող ասում ռուսների տակ։ Ռուսներից էլ ժողովուրդը ավելի քիչ է զզում, քան Թուրքիայից, ոնց ուզում եք ցեք բռնեք։ Որ ավելի զզումը քան առաջ, դա փաստ է, բայց էլի համեմատության մեջ թուրքերի եւ ռուսների ինքը ընտրելու է ռուսներին։ Ասում Սամվել Կարապետյանը սերիական մարդասպան չի, Նիկոլի ռեյտինգից էլ բարձր է։ Վերջ։ Եթե իրական անդիմությունը չկարողացավ ստեղծել այն ճակատը, որը կմթագնի Սամվել Կարապետյանի այս ստեղծած աշխուժությունը, որը շատ դժվար է լինելու, չափազանց։ Ախր դուք որ նայում եք այս դալիճին, դուք այս ռեսուրսները նայեք, այս այդ ում կանգնած։ Սրանք հսկայական ռեսուրսներ են։ Ու ստեղա ամբողջ ասենց ասեմ 30 տարվա քաղաքական շերտը
քաղաքական, լրագրողական, վերլուծական, մասնագիտական, ստեղ է։ Շատ դժվար է լինելու։ Իրավաբաններ կան իրենց մեջ աշխատած։ Մասնագետներ, ճիշտ ասենք, նախին կառավարությունում են եղել, բայց 30 տարվա մեր կառավարությունը որ եղել, լավ, վատ մասնագետներ են եղել։ Այս բոլոր մասնագետները ստեղ են։ Այդ բոլոր քաղաքական այդ բառը չեմ ուզում ասեմ, այդ քաղաքական այդ շերտը էլիտան ճակերտավոտ ստեղ կանգնած է։ Ու դրա հետևներ կանգնած է մեծ ռեսուրս, Սամվել Կարապետյանի ռեսուրսը։ Ու սրա հետ հակադրվել իրական անդիմադրի դաշտում շատ դժվար է լինել։ Չափազանց։ Բայց եթե այդ չստեղծվեց, մնալու է Սամվել Կարապետյանը, Սամվել Կարապետյանը ու Եվրոպաներն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կանաչ լուսավառելու Փաշինյան Նիկոլի համար ջարդի չկամուսից։ Ջարդի, որ Հայաստանը հանեց Ռուսաստանի տակից։ Իսկան։ Ցավոք սա է լինել։ Միևնույն ժամանակ Հակոբ Մովսեսի լիազորությունների հարցը նոր կրքերի թեմա խորհրդարանում։ Հակոբ Մովսեսին գիտեք, սա մի բան կարդամ, գարշեք ուղղակի էլի։ Իրան ասում են, դու վատկագծի կանոն ես խախտում, էլի, դու պետքա չեզոք մնաս, հա։ Դու փաստորեն կողմ ես բռնում քաղաքական։ Դու պետք է չեզոք լինես, ըստ քո պաշտոնի։ Իսկ ինքը արտարանում ասում է, ես մեր ժողովրդի պատմությունը գիտեմ եւ իրավունք ունեմ այսօրվա իրադարձությունները, լինեն քաղաքական, կուսակցական, ես իրավունք ունեմ մտավորականի դիրքերից վերլուծելու։ Այո, դու իրավունք ունես մտավորականի դիրքերից վերլուծելու, բայց եթե դու այդ պաշտոնին չես, ինչ որ դու հիմա ես։ Հասկանում եք, հանձնաժողովի անդամը խորհրդանի ամբիոնից որպես պոետ կամ մտավորական չի կարող երթվել։ Եթե դու հանձնաժողովի անդամ ես, դու ուղղակի հանձնաժողովի անդամ ես։ Այն որ ասում են, էսի վարչապետի անձնական կարծիքն է, վարչապետը չի կարող անձնական կարծիք ունենալ։ Եթե ինքը կարծիք է հայտնում, դա արդեն վարչապետի կարծիքն է։ Այս տականքն է կար ասի, ես վարչապետն եմ, ես Նիկոլ Փաշինյանն եմ, բայց դա վարչապետի շահասունն է սպանել, հա։ Այդ պահին ես ընդամենը Նիկոլ Փաշինյանն եմ մեջը։ Ասում եք, դες բան չի լինում։ Ինքը հիմա Հակոբ Մովսեսը կրկնում է նույն վարքագիծն է իրական ասում։ Պետք է գիտեք, որ նա ասում են, այ դու սենց չէիր անի, եթե իշխանության կողմից այսօր չլինեիր։ Ինչպիսի մոլորություն։ Կարելի է մտածել Հակոբ Մովսեսը նույն մարդը չէր Քոչյանի ժամանակ, նույն մարդը չէր Սերժ Սարգսյանի ժամանակ։ Հիմա նույնը չի, վաղը նույնը չի լինելու։ Հակոբ Մովսեսները այսեն տեսակն է, ոսս տեղավորվում է ցանկացած կոլբայի մեջ, ցանկացած աղիքի մեջ լուրջ, սենց այնքան նուրբ է տեղավորում, կարծես թե ինքը ստեղծված է հենց այդ ֆորմայի համար, հենց այդ ֆորմատի համար։ Ու ցավոք սենց գիտեք ինչքան շատ են։ Շատ։ Դրա համար էլ ցանկացած մեկը, որ հայտնում է կառավարության բանում, գլխին կանգնած ինքը խնդրեմ չունի, որովհետև ատենստերը միանգամից օպլա գալիս է ձևավորվում, հենց էլ ձուլվում են, կարծես ամբողջ կյանքը սпасել են հենց դրա։ Ցանկացած մեկը վաղ անունը փոխվի Նիկոլ Փաշինյան չլինի, ուրիշ մեկը լինի, ընդեղ են լինելու Հակոբ Մովսեսները, նույն ձևի։ Չնայած այս արդեն ինքը ունի Սամվել Կարապետյանի նման նվեր, ինքը ստեղծում է մյուս նվերերի համար։ Բայց Վահան Բաբայան կա։ Սա Ծառուկյանի, ինչ ասեմ, գրասենյակի մարդուկներից էր, այնքանով որ կարծեմ Ծառուկյանի կնոջ բարեկամը։ Ուրիշ ոչ մի բան չի ունեցել իր կենսագրության մեջ, ոչ մի բան։ Ընդամենը հենց ստացվի, կարծեմ Ծառուկյանի կնոջ բարեկամը։ Ոչ մի բան չի ներկայացնում այս մարդերից։ Ինքը կուսակցություն ունի եւ իր կուսակցություններ արդեն տեխնացու ունի, որը Վարաշակ Հարությունյանը։ Որը համ Նիկոլ Փաշինյանի պաշտպանության նախարարն է, համ Նիկոլ Փաշինյանի դեսպանը։ Բայց անդիմադի դաշտից հանդես գալի։ Հետներ Ռուսաստանի քաղաքացի։ Լավ։ Նիկոլան էցա այլասերելու քաղաքական դաշտը։ Որ խեր ժողովուրդը գլուխը կորցնի։ Ես գիտեմ, որ հիմա էլ գլուխը կորցրած է։ Բայց ճար չունեն ժողովուրդը։
Մենք մեզ կորցնելու իրավունք չունենք։ Այսօր էլ ինֆորմացիա է տարածել, որ Ռոբերտ Մելքոնյանն ու Վալերի Օսիպյանը մարտի 1-ի գործով մեղադրյալներ են։ Այսեն Օսիպյանն, որ էլի մարտի 1-ի գործով ղեկավար էր, որի մասին Փաշինյան Նիկոլը գոռում են ամբիոնից, որ մարտի 1-ի գործը բացահայտված է, հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է, ու միանգամից Վալերի Օսիպյանը մնաց իրան ոստիկանապետ։ Մարդ, որը հասունեցում մեղադրվում է մարտի 1-ով որպես մեղավոր, հանցագործ, ու ինքը հանցագործ է։ Թե ինչի հիմա, ինչի դիմաց է սա արվում, Օսիպյաններն ու այդ Ռոբերտ Մելքոնյանները, որոնք մարդակերներից են եղել բոլոր ռեժիմների ժամանակ, մարդակեր, բարի փոխաբերական իմաստով էլի, բարի ամերիկյան իմաստով չէ, Ամերիկայի պարագայում էսի բարի դրել իմաստով, հա, սա ռեժիմի գործիքներն են եղել։ Սրանք շատ լավ պետք է իմանան, որ կախված քաղաքական կոնյունկտուրայից, հալման պահից, իրանք նվիրված են եղել, աշխատել են, ստորացել են Նիկոլի համար, թե չեն արել այս ամեն ինչը, պետք եղած ժամանակ իրենք կարող է այսպես մի վարկանի մեջ դառնան նորից մեղադրյալ, հետո նորից արդարացվեն, հետո քննացնեն իրենց գործը, որովհետև տեսեք արդեն 8 տարի կենսագրության մեջ են, 8 տարի իրանք կառավարության մեջ են, բայց բանը, ուրեմն նայեք, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, Սեյրան Օհանյանի նկատմամբ, Յուրի Խաչատուրովի նկատմամբ, Արմեն Գևորգյանի նկատմամբ նոր մեղադրանքներ, նոր բաներ կա։ 8 տարի է, բայց այս մարդիկ մեծագույն հաջողությամբ նստած են խորհրդարանում եւ Արմեն Գևորգյանը եւ Սեյրան Օհանյանը։ Ռոբերտ Քոչարյանն էլ ընտիր բիզնես անում Փաշինյան Նիկոլին։ Ընտիր։ Բայց մարդկա եւ ես հիմա կուտի ասեմ, հա, արտահայտությունը սա պետքա հաղթի կամ չէ։ Տխուր։ Իսկ Ամերիկայի հետ այսօր լուրջ հույսեր կապողներին, մանավանդ թերապի ադմինիստրացիայի հետ կապված, այսպես նայեք այս տեսանյութը, ուղղակի վերնագիր է կարող եք կարդալ, մնացած ինքներդ կնայեք, հա, որտեղ մի քիչ երկար տեսանյութ է։ Լրագրողները, հասարակական ակտիվ մեդիայի գործիչները, գիտեք ինչերի մասին է խոսում անհանգստացած, որ աշխարհի աչքերում Ամերիկան դարձել է մի հատ երկիր, որտեղ պետաֆիլներն են ղեկավարում, ընդ որում անպատիժ։ Իսկ այն մարդիկ, որոնք այս հանցագործությունների մեջ խառնված են Եվրոպայում, դրանք հրաժարական են տալի, դրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվում, ձերբակալվում են, պաշտոնից են հեռացվում, պրոցես է գնում, հա, ինչ որ։ Եվ այսօրվա ամերիկյան էստաբլիշմենտը ամբողջ աշխարհի առաջ ամերիկյան Միացյալ Նահանգները ստացել է սարքել է մի երկիր, աշխարհի կերպարը, իմիջով, որտեղ պետոֆիլներ են առայսօր կառավարում։ Մեղմ է, պետոֆիլ ասած են լրիվ ամբողջական չի։ Հա, որոնք անպատիժ են իրենց գործողությունների մեջ, անպատիժ, այսենց անպատիժ են։ Los nueva filtración volvió a encender una Այսենց անպատիժ։ Նայեք։ Մնացածը չեմ ուզում ասել։ Դրա համար էլ Թիմ Բուրշետը ասում է պետքա բոլոր այն մարդիկ, ովքեր խառնված են եղել այս գործերի մեջ, հա, մասնակից են այս հանցագործությունների մեջ, պետքա կախաղան անվեն մասսական, որ բոլոր տեսնեն դա։ Սա է Ամերիկայի փրկությունը։ Իրոք հասկանում են իրենք ինչա նշանակում այս վիճակը երկար պահել։ Ամերիկայում այս վիճակը երկար պահել նշանակում է կասկածի տակ դնել սահմանադրությունը, կասկածի տակ դնել երկրի օրինականությունը եւ այլն։ Իսկ դա իր հերթին հրեա լիքը հետևանքները սարսափելի կարող են լինել, որովհետեւ Ամերիկայում ապրում է առնվազն 25-30 միլիոն մարդ զենք ունի։ Զենք։ Այսինքն ավելի շատ զինված մարդ կա, քան բանակն ու ոստիկանությունը իր հետ միասին։ Պատկերացնում եք, այդքան մարդ զենք ունի։ Ու ինքը սահմանադրորեն իրավունք ունի իրան պաշտպանել իր երկիրը, իր ընտանիքը, իր քաղաքը։ Ու սա կանխելու միակ ձևը դրանց առանց բացառության
դատելը իսկ այս սենատորը կախաղան հանելն է բան ցուցադրական public որովհետև այն ինչ որ հիմա դաչում է ամերիկայի մեծամարների վրա որպես այդ կարգի երկիր սա բիզնեսներին է խփում իմիջին է խփում տուրիզմն է սպանվել ամերիկայի մեծամարներում հասկանում ես հարաբերություններ են տուժում երկրների մեջ իսկ դրա հետ եմ կանգնած են 340 միլիոն մարդ որը հասկանում է այս ամեն ինչը բացի այդ իշխանական էլիտայից որը ամեն կերպ պաշտպանելու է իր ակուլտիստական շահերը այդ համաշխարհային կառավարության օրակարգի մեջ դրա համար են բոլոր նրանք էլ Հայաստանը որ լուրջ դեմքով պնդում են որ իրենք լավ հարաբերություն են Թրամփի ադմինիստրացիայի հետ որ Ջեյ Վենսի իրենց ականջին բան է շշնջացել դուք չեք պատկերացնի ինչ մեծ խղճահարություն եք դուք առաջացնում կոնկրետ իմ մոտ գիտեք ինչ իմաստով որ դուք կամ կույր եք քաղաքականապես չեք տեսնում այս ամեն ինչը կամ դուք տեսնում չեք հասկանում այդ կամ դուք լուրջ ամոթը կորցրած մարդիկ եք էլի ամոթը կորցրած մարդիկ որ էլի խղճահարության չեմ ուզում հայոյեմ որ էլի խղճահարություն առաջացնի բաղ նվազն մեղմ ասած իսկ ես համաշխարհային դավադրության տեսության հետաքրքրվածներով սա շատ կարևոր է տեսեք իրականում ինչերը բացահայտվում նայեք Why did Epstein pick Little St. James? All of St. Thomas and the Virgin Հիմա ինչի է այդ Էփշտեյնը այս կղզին վերցնել, հա? Կղզին վերցնել որպես իր պրիտոն։ Այդ Virgin Islands, այդ Virginian կղզիներում, հա? Ինչի։ Մտածեք։ Islands has actually been the base of a human trafficking operation. Որտեղ դες մեծ կղզիները եղել է մարդկային տրաֆիկինգի հենց բան կենտրոն։ Միշտ անով հայտնի եղել։ For over 300, maybe even 400 years. These Երեք families, հարյուր you know, who happen to be Sephardic Jewish families. Այստեղ ամենակարևորը 300-400 տարի սաֆարդիկ հրեական ընտանիքներ այնտեղ ապրել կոնկրետ անուն ազգանուններով Families would relocate to the Caribbean, you know, in the 1600s and get established as shippers, but human trafficking was one of the 1600-ականներին տեղափոխվել են այնտեղ որպես ծովագնացներ, բայց հիմնական բիզնեսը եղել է մարդկային տրաֆիկ։ those big businesses. The two families that really come to mind are the Yulee family and the Levy. Երկու մեծ ընտանիքներ հայտնի են այդտեղ, դա Յուլի ընտանիքն է եւ Լևի family. Both those families came from St. Thomas. Right next երկու ընտանիքներն էլ հենց այդ կղզիցն։ Կացեն տարածքից են նախաչացել։ Եկել մտեղ to Little St. James. Right next to Little St. James. Հենց կողքի այդ Էփշտեյնի կղզու կողքն է։ Those two families would go on to produce America's two first Jewish senators. Եվ հենց այդ երկու ընտանիքներն էլ Ամերիկայի մայրցամերներում եղել են առաջի երկու հրեա սենատորներ։ David Levy Yulee and Judah Benjamin. And they would go on to be arguably the second and third in command in the Confederacy during the Civil War. And they were fighting to keep human trafficking legal. Եվ այս քաղաքացիական պատերազմի ժամանակ Ամերիկայի մայրցամերներն դրանք լոբինգ են արել, բանը human trafficking-ը լեգալ պահելու բիզնեսը։ Հին տրադիցիաներ ունեն։ Հին Correct. Why did Epstein Սրանք դետալները որ պետք է իմանալ ընդհանրապես։ Ես չեմ ասում մեզ էս բանը պետք է ասես ֆոկուսի մեջ տանի մեր կյանքից բոլոր ռեսուրսները, չէ, պետք է իմանալ։ Այս սաֆարդ հրեաների կուլտը, որը ստեղծվել է սրա վրա, այսօր ղեկավարում է աշխարհը։ Հստացի։ Ու բոլորի պատահական չի, որ ամեն ինչը կատարվել է հենց իրենց որջում։ Ու կատարվում է, ոչ մեկ չի ասել, որ վերջացել է։ Ոչ մեկ չի ասել, որ դա վերջացել է։ Իսկ սկանդալը Եվրոպայում շարունակվում է սա հետ կապված։ Սա մեծ պատերազմների քաղաքական ցնցումների է բերելու ամբողջ աշխարհը։
Եվ մենք շատ վտանգավոր գործիներում ենք հիմա։ Գործիում ենք շատ։ Տեսեք, սա Բրիտանիայի միջի է։ Scandal shakes Britain's government, from Parliament to the palace. Այս բողոքի ակցիաներն է, բան է Բեքինգեմյան պալատի դեմ։ Հա, բողոքի ակցիաները սա Բրիտանիայի ժողովուրդն է, եւ պարլամենտում է այս խնդրը, եւ թագավորական ընտանիքում է այս խնդիրները, որովհետեւ իրանց ստարմերն էլ է դրանց մեջ խառնված։ Ոչ անուղակի, բայց ինքը իմանալով հանդերձ իմացել է այդ ամենը։ Միշտ կոչկել է բոլոր նրանց հանցագործությունները, ովքեր զբաղված են եղել։ Ինքը իմացել է դրա մասին, դրանց մեջ հանցագործներից մեկին է Մանդելսոնին է նշանակել է նույնիսկ դեսպան Ամերիկայի վերցանը։ Այս ցանցը շատ մեծ է։ Շատ ավելի մեծ է, քան մենք կարող ենք պատկերացնել։ Եվ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներում հələ այս պայթյունը չի հասել վերևները, Եվրոպայում այս մաֆիան այդքան կուր չէր, որ կարողանար դիմադրել, որովհետև առողջ ուժեր կային։ Սա բերելու է նոր քաղաքական իրավիճակի, նոր աշխարհակարգի։ Հուսով եմ ավելի լավ։ Հուսով եմ ես այդ առումով լավատես եմ։ Հենց Եվրոպայում փոխվեց Ամերիկայում աստիճան, մի անգամից է տեղափոխվելու։ Այդ չի նշանակում, որ առանձին Ամերիկայում չի կարող լինի։ Ամերիկայում դա կարող է ուղղակի ավելի տրագիկ ձևեր ընդունի, հա։ Իսկ այն ինչ որ եղավ Եվրոպայում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում անպայման հասնելու է նաեւ Հայաստան։ Անպայման, որովհետեւ այն ինչ որ կատարվում է այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներում, էլի հասել է Հայաստան։ Սա իրար հետ կապված բաներ են։ Եվ այսօրվա քաղաքական Հայաստանի քաղաքական այս այլասերված խմբի հույսը այս պահով ոչ թե Պուտինի իշխանությունն է, այլ Թրամփի իշխանությունը։ Բայց հետաքրքիր է տեսնենք։ Եվ այս ընթացքում գիտեք ինչ է անում Թրամփի նման կենթանին Ամերիկան Նիկոլ Փաշինյանը։ 5 դեմոկրատ նահանգներում, ինչպես բանը Նյու Յորքն է, բանավը Նյու Յորքը, ինքը ամեն ինչ արել է, որ կանգնեցնի ֆեդերալ ֆինանսավորումը։ Փող չտա, պատժելու համար։ Պատկերացնեք, երկրի նախագահը, պատկերացրեք Փաշինյան Նիկոլ, ասի մի հատ ջուրի պատժի, փողը չտա։ Կամ քաղաքի պատժի, փողը չտա։ Հիմա նույնը ուզեցել անի անում, եւ ֆեդերալ դատարանը արգելափակել է այդ որոշումը։ Արգելափակել է, ոչ լսենք նա։ There's breaking news out of New York. A federal judge there just blocked Trump's effort to punish 5 Democratic-led states, temporarily stopping the administration from freezing roughly $10 billion in federal funding for child care and social services. Ու այդ փողերը 10 միլիարդ որ պետք է սարածներ, դա պետք է ուղղված լիներ սոցիալական ծառայությունների եւ երեխաների խնամքի։ Պետոֆիլի ինչին է պետք երեխաների խնամքի, ինչքան քիչ երեխաներ խնամված լինի, տեղ ունենա, այնքան իրենց գործ ավելի մեծ կլինի։ Եթե դա կարելի է գործ ասել են։ Բայց Նյու Յորքի դատարանը արգելափակել է դա։ Իսկ Նյու Յորքի դատարանը մի ավելի հետաքրքիր բան արել է այսօր։ Զրկել է Թրամփին իր ունեցվածքը տնօրինելու իրավունքից։ Ամբողջ Ամերիկայի Միացյալ Նահանգներով։ Հիմնվելով իր կնոջ ցուցմունքների վրա։ Մելանիա Թրամփը իր կաշին փրկելու համար դատական պատասխանատվություն ստանալու համար ցուցմունք հատվել 43 տոմ հատոր ցուցմունք հատվել Թրամփի դեմ նկարագրելով բոլոր ֆինանսական մախինացիաները մոտավորապես 1.5 միլիարդ դոլարի ֆինանսական մախինացիաներ կա 890 միլիոն դոլարի չվճարած տուգանք ունի Թրամփը 890 միլիոնի չվճարած տուգանք մի խոսքով ամեն ինչի մասով Մելանիա Թրամփը տվել է ցուցմունքները եւ դատարանը սարսել է ամբողջ Թրամփի կարողությունը սարսել է ինքը կարա ոչ տնօրինի ոչ բանա վաճառի ոչ կարող գրավ դնի ոչ մի բան չի կարող անել մարդը ամբողջ կյանքը աշխատել է մարդկանց խաբելով հարստություն դիզելու դիզելա բայց այսօր փաստորեն իրան չի ինչպեսի ողորմելի վիճակ չէ ամբողջ կյանքդ գնաս ամենամեծ ստորությունների դրա համար նույնիսկ Էփշտեյնը գես որ Թրամփի նման ստոր ինքը հələ չի տեսել
Մարդու ամեն ինչի պատրաստան նույնիսկ իր ընկերների նկատմամբ, վատ իմաստով եւ ընկերների կանանց նկատմամբ։ Ու ինքը ինչի համար որ այսօր ամեն ինչ արել էր, դատարան ձեռից խլել է։ Ոսկե չի խլել։ Չի կարող ինքը օգտագործի։ Հələ իսկ impeachment-ից հետո նա իր մնացած ողորմելի կյանքը կասկածնի ճավել է նման պայման։ Սա Նիկոլա նմաններին պետք է հիշացնել էլի, որ սենց բանը կա։ Իսկ քան ինքը նախագահը, ինքը ամոթան կա տալիս Իսրայելի նախագահին, որ ինքը ներում չի շնորհում Նետանյահուն իր կոռուպցիոն գործով։ Ինքը ամոթան կա տալի Իսրայելի նախագահին, տեսեք Իսրայելը փաստորեն դեմոկրատական երկիր է, կա նախագահ, կա պրեմիեր-մինիստր Նետանյահու։ Նախագահը ներում չի տալիս հանցագործ Նետանյահուին։ Թրամփն էլ բոլորով անգամն է հիշում, սպառնում, ամոթան կա տալիս, որ այդ նախագահը իրան բան։ Երևի լիազորությունն է քիչ, որ չեք կարողանում սրան ոչ մի բան անել։ Ես չգիտեմ, ես լիազորությունը չեմ հասկանում, բայց փաստը է նա, որ նախագահը փաստորեն չի տալիս այդ հնարավորությունը ներում չի տալիս Նետանյահու կոչվածին։ Հիմա մոտ լսեք մեր ժողովրդին։ Մի մարդ 35 տարեկան ոչ միտեղ չի աշխատի ամբողջ կյանքում։ Առաջ անգամ գնացել աշխատանքի, տանից դուրս եկել գնացել է, ուրա գնացել արտաքին գործերի նախարարի տեղակալ։ Բայց էլ ինչ արտաքին, ինչ կարանք ասենք դրա համար։ Ինչ, այդ մարդը անգրագետ։ Ես մի բան կասեմ։ Ամբողջ այդ նիկոլական անգրագետ էշեր են, կեսը։ Իսկ մյուս կեսը ընդհանրապես էշ են։ Եվ ուրիշ բան չեք ասել, որտեղ իրենք անգրագետ են, գրիտություն չունեն։ Փաշինյա, դու չես հասկանում, որ այդ մարդիկ անգրագետ են քո նման։ Ինքն էլ անգրագետ իր շրջապատն էլ։ Ինչ ասեմ, ինչ արտաքին քաղաքացիություն։ Թուրքական, ինչական, ասեմ, թուրքական, ադրբեջանական, որ մեկը։ Չկա, սութա, ընկերներ, սութա։ Սա էլ բանա, լորիումա, բանազորում։ Փաշինյանը գրեթե ամեն օր Facebook-ով ձեռքով սրտիկ է ցույց տալիս։ Դուք դա ձեզ վերագրում եք։ Ոչ, որովհետև դա ես անկեղծ չեմ համարում։ Ժողովրդին սիրողը ժողովրդի զավակներին չէր կոտորի։ Գիտեք ոնց ինքը սա ժողովրդին ձեռը առնեն։ Ես հենց եմ գտնում։ Կարա ուդարնի խփի, կարա այս անի, կարա ինչ որ միտեղ հեծանի փշի կամ կարա ինչ որ միտեղ եսի ինչ անի։ Ինքը գլոբալ մասշտաբով ավանտյուրիստ է։ Ես են լորեցի եմ, ես էլ Կիրովականի տղա եմ, Կամոյին եմ ապրեմ եմ, կարա գա իրան նույն բաները ես իրան բացատրեմ։ Իրականում իմ ասեմ, ահա որ վիճակ է։ Ես մեր ժողովրդի լաջահները լավ ինչ որ միտեղ չեն հասկանում, գնում են կլուբներ են մտնում, ես ինչ անեմ, հատկապես իր աղջիկը եւ այլն։ Ինքը նորմալ ադեկվատ մարդ չի։ Դա տեսել են, բայց դե հիմա ուրեմն Facebook-ով էլի նայում, դաժե մանկապարտեզներում են երեխեք այդ ինձ անում, սրտիկ նկարում։ Չգիտեմ, իրանք են մենակ, այդ կպականներն են մենակ։ Ուրիշ մարդում էլ ասես կողքից ոչ մեկը ծիծաղը մեն էլի վերեն։ Դա ղեկավարի ձև չի, ղեկավարի խոսալու ձև չի, ժողովրդի վերաբերմունքը։ Երկու օր առաջ էլի նայում եմ Facebook-ում։ Ասում եթե աղքատա, իրա պրոբլեմն է, մենք ինչ գործ ունենք։ Թող հարուստ լինի, դրանով ասեմ դու աղքատ լինի։ Դա էլի ղեկավարի ասելու բան չի, էլի որ ղեկավարը նման ձևի արտահայտվի, շատ մարդիկ կան էլի, շատ մարդիկ կան, որ օրվա հացի փող չունեն, շատ երին գիտեմ։ Աշխարհում մեծ process-ներ են գնում, իսկ երկրի ղեկավարը, չգիտեմ, թմբուկ է խփում, գլխարկն է փոխում, հեծանի վաքշում։ Այդ գլոբալ հարցերով է հարկավոր զբաղվել։ Փաշինյանը նաև սրտիկ աղարկում ամեն օր Facebook-ով։ Բերեք այդ չմեկնաբանեմ էլի հիմա ամեն ինչ որ անի առավոտը վեր կենա մի բան անի, ես դրան մեկնաբանեմ։ Շատ վատ։ Թող սրտիկը իրան ուղարկի։ Վարչապետը կառավարության անդամ է, երկրի ղեկավարը սաղորով Facebook-ա մտնեն։ Երկրի ղեկավարի համար նորմալ քայլ է։ Նորմալ քայլ չի, որովհետև աշխարհում այդպես երևույթ չկա։ Ղեկավար մարդ։ Բոլորովին, նրա սրտիկը պահի իրան, իր հետևորդներին։ Ինձ դա բոլորովին պետք չի։ Իսկ երկրի ղեկավարի համար հարուստ քայլ է։ Իհարկե ոչ, դա ինչ ղեկավար, ես արդեն ասեցի ինքը խամաճիկը։ Էլ ինչ ղեկավար, նրա բոլոր արածները բացասական են ու ես դեմ եմ։ Չէ, քննա մի բան հնարում է, հենց ման մտածում բան է։ Ես չեմ ընդունում այդ սարտիկ մարտիկ ինչ։ Այնքան որ այդ ժամը շահին որ մի բան ասի դա սուտ է, լավ։
ես այդ սրդիկը չեմ ընդունի։ Սրդիկը ինչ է սրդիկը։ Տոնացարի խաղալիք է ինչ էդիկ։ Լավ կեն ապրի արև որ այդքան բանը կենի գունի։ Ինքը սրդիկը գրկեք ուտեն խմեն գրա նախարարներով ես ժողովուրդը հալը ինչ դիան ես չդիան։ Հələ նայել ես փողոցներու վիճակը։ Սրդիկը գրկեք թող գրկեք սրդիկը դե թող ամեն թոշակառուին մի ամիսը 50,000 պարկեվա վճարտա։ Իրա նախարարներուն 8 միլիոն է տվե, 9 է տվե, պատգամավորներուն 3 է տվե։ Այնոնք գիտեն ծախսելու ձևը։ Մենք որ ծերացել ենք, սաղկանքերս աշխատել ենք, չգիտենք, էլի փողը ոնց ծախսենք։ Հա, չգիտեք երբ չգիտեք։ Ըստ իրա չգիտեք։ Իսկ վերջում սեմ զինա։ Իսկ հիմա ուզում եմ հասնեմ Քոչարյանի եւ Վանով հիասացներին։ Ինչ արեք մեր երկրի դուք արա։ Ինչի ջնջեցիք մեր հիշողությունը։ Դուք էլ ձեր մասով։ Երբ որ Քոչարյանը Սերժիկի հետ գեցին քաղաք հավիրել, կուկուրուզնիկը, մշակութային օջախները, կենտրոնը, Հյուսային պողոտա, հասկանում եք, ոսկեցին քանդել այդ հին տները, միջները տները համուր հոտն են Երևանի, ընդամենը դա պետք է սարքել, նորոգել ու սարքել հետաքրքիր միջավայր, այն ինչ որ Վրաստանն է պահել, դա մարդիկ գնում են Վրաստան, մի հատ այսօր մի հատ Աբովյան փողոց է մնացել, տուրիստները գալիս են այդ ապակիներն ու շենքերը չեն ուզում տեսնել, ին հոտն ու համն են ուզում Երևանի, դա մի քանի բակ է մնացել, գնաց ամբողջ ավերեցին, գիտեք ինչի, այն ժամանակ մեկը լավ հետաքրքիր բան ասեց, արա սրանք ասեց, որովհետև ստեղ չեն մեծացել, այս փողոցներում չեն մեծացել իրանք, ստեղ չեն սիրահարվել, այստեղ չեն ժամադրվել, սա իրանցը չի, իրանց ամասը տարածք է, հասկանոց, որ կարելի է քանդել, ծախել, ու մեծ ճշմարտություն կար դրա մեջ։ Հետո նույն բանն արեցին Արցախի հետ։ Ծախեցին Արցախը։ Հիմա կմտածեք ստեղ ինչ բան կա ընդհանուր։ Ես ասեմ, այն մարդը, որ ունակ չի գնահատելու մի բան, որ Իրանը չի։ Չնայած Իրանը որն է, ինքը հայ է, չէ՞, վրա Իրան պետք է մեծ։ Բայց ասենք լավ ինք այդ քաղաքում չի վերել։ Չի մեծացել։ Բայց ունակ չի գնահատելու ուրիշի պատմություն, նա նշի, որ ինքը ապուշ է։ Այն այնց է, որ ինքը Իրան մեջ չի գնահատում։ Որովհետև այն քաղաքացիները, ովքեր գնահատում են սեփական ազատությունը, գնահատում են դիմացի ազատությունը։ Այն քաղաքացիները, որոնք գնահատում են սեփական անկախությունը, գնահատում են նաև սեփական անկախությունը։ Այսինքն մարդ ինչ սիրում է, դա առաջին հերթին ինքը սիրում է իր մեջ, ինքը իրեն։ Մարդ, որ չի սիրում ինքը իրեն, ինքը ոնց կարող է ուրիշին սիրի։ Այսինքն այս երկու քոչվորները նաև Փաշինյանի Նիկոլի մասին չեմ ասում։ Այս երկու քոչվորները պարզվեց ոչ թե Երևանը չեն սիրում, դրա համար են ասենք ծածկած շուկան սարքում սուպերմարկետ լաֆիկի նման, Սերժիկի նման, թքացուն ունենալու չի։ Քանդում են ինչ որ կա։ Նրանք դա արեցին, որտեղ իրանցն էլ չէին սիրում։ Տենց է։ Իդամա երբ որ ասում եմ ինքնաճանաչում է պետք, սեփական ունեցածը սիրել է պետք։ Դա նրա համար չի, որ այ որ քոնն է էգոիստաբար դու պիտի սիրես ու դա ամենալավն է, չէ։ Սիրելով քոնը, նոր դու սկսում ես գնահատել նաև ուրիշինը։ Դա իր հետ կապված է։ Ոչ մեկ չի կարող ուրիշինը գնահատել, եթե ինքը իր սեփականը չունի սիրելու։ Այ դրա համար էլ թուրքերը ոչ մի բան չեն սիրում, որտեղ սեփականը չունեն, որ սիրեն։ Իրանց ամեն ինչը օտար է, ոչ մի արժեք չունի, կարան գնան անասունի նման քանդեն, չտեսնեն դրա տակ ոչ մի հիշողություն, ոչ մի սրբություն։ Ինչի՞ց է, որտեղ իրանցը չունեն։ Իսկ այն ազգերը, որոնք իրենց ունեն, ոչ մեկինը չեն քանդել։
Մակեդոնացին ոչ մեկի տաճարները չի քանդել։ Հույն զինվորները, հռոմեացիները ոչ մեկի տաճարները չեն ավերել։ Երկրները գրավել են, զինվորներին ստրկացրել են, բայց տաճարներ, մշակութային ցեղասպանություններ չեն արել։ Արել են այն ցեղերն ու ազգերը, բարբարոսները, որոնք այրեցին Հռոմը, ինչի այրեցին Հռոմը, որտեղ իրանք բարբարոս են, իրենք ոչ ոք չունեին։ Թուրքերը ոնց են ավերում մեր եկեղեցիները խաչքարերը, որտեղ իրենք ոչ ոք չունեն։ Իսկ հիմա իրենց գալուն, վերադառնալուն եւս որակին սպասողներ կան երևի։ Չգիտեմ ինչ ասեմ։ Ստամոքսը հաղթում է բարոյականությանը։ Ստամոքսի կարևորությունը ոչ մեկ չի կարող մերժել, բայց երբ որ նա դառնում է առաջնային բանական մարդու մեջ, փաստորեն զարգանում է ոչ թե բանականը, այլ անասնական, կենդանական։ Կենդանական ասեմ, որ մարդիկ շատ չներվեն։ Մարդ մնանք, այն բանի Մհեր Մկրտչյանն է լավ ասում, կդոր եմ մարդ եղի։ Ամենադժվար բանը կյանքում մարդ մնալն է, որտեղ ծնվում են մարդ բոլորը, մնում են քչերը։ Այսօր ում այսքան, լավ մնացիք։